այլապես մենք հայտնվում ենք մի իրավիճակում, որտեղ ասում է դավին անտեղյակ, ցավին անտարբեր, պիտի գնանք ու չհասկանանք, թե իրականում ինչ է տեղի ունենում Հայաստանի Հանրապետությունում եւ նրա շուրջ, հատկապես ընտրությունների առումով։ Ես բազմաթիվ առիթներ ունեցել եմ այդ թեմայով զրուցելու եւ հիմա էլ հայտարարում եմ եւ վստահաբար 100% ճշմարտություն։ Հայաստանում միակ եւ բացառապես ազնիվ ու արդար ընտրություններ տեղի ունեցել 1990 թվականին խորհրդային իշխանությամբ սովետական Հայաստանի պայմաններում։ Դրանից հետո չի եղել որևէ ընտրություն, որը թեկուզ 50%-ով հնարավոր լիներ համարել արդար ու ազնիվ։ Ես մասնակցել եմ 1990 թվականի ընտրություններին եւ այդ ընտրություններում, երբ ինձ դեմ առաջադրված է եղել, թե կոմունիստական կուսակցության կողմից, նույնիսկ այդ բակտեր չբացահայտված հայ-ապական դաշնակցության կողմից, տարբեր ուժերի Ղարաբաղյան շարժման տեխնացուներ, միևնույն է ես փայլուն հաղթանակ եմ տարել, ընդ որում երկու փուլով էլ 90% բոլորը միասին հավաքում էին մոտավորապես 10%, ես 90% ձայն։ Եվ կարող եմ ասել, որ այդ ընտրությունների ժամանակ որևէ նշանակություն չուներ ոչ քո սոցիալական կարգավիճակը, ոչ քո հնարավորությունները ֆինանսական կամ այլ, այսինքն միակ ընտրություններն էին, որ տեղի էին ունենում ազնիվ ու արդար, բոլոր առումներով։ Այդ ժամանակ դեպուտատ պատգամավոր է ընտրել նաև Ֆերդինանդ Ղազարյանը, այսօրվա իմ հյուրի Էդգար Ղազարյանի լուսահոգի հայրը, եւ մենք իրար հետ կարողացել ենք 5 տարում կատարել այնքան գործ եւ պատմական այնպիսի նշանակություն ունեցող, որ հաջորդ 30 տարում նման աշխատանք չի արվել։ Ինչն էր պատճառը։ Նույնիսկ եմ գրում, որտեղ այդ ընտրություններին մարդիկ գնում էին ընտրելու ոչ թե փողը, ոչ թե իշխանությունը, այլ կոնկրետ մարդկանց ունակություններն ու հնարավորություններն ու կատարած աշխատանքը։ Դրա համար էլ Գերագույն խորհուրդը ոչ միայն կարողացավ ամենածանր ժամանակաշրջաններում Հայաստանը դուրս անել այդ վիճակից, այլ ապահովել հայ ժողովրդի հազարամյա պատմության մեջ ամենամեծագույն հաղթանակը։ Չունենալով այն ռեսուրսները, ինչ ռեսուրսներ որ ուներ հակառակորդ թշնամին, իր բոլոր դրսևորումներով ու առումներով։ Հիմա էլ մենք շուտով մոտենում ենք ընտրություններին եւ ես երեք պատահական չէր ինձ հաղորդումը դրեցի կհաղթի իշխանությունը թե փողը։ Չնայած որտեվ այլևս նայում ես գաղափարական, ազգային, պլանային, չգիտեմ ինչ ուզում եք անունը դրեք, այդպես ոչ մեկը դա ծրագիր չի ներկայացնում։ Մեկը մյուսին քննադատում են տարբեր խնդիրների մեջ, մեկը մյուսին փնովում են տարբեր խնդիրների մեջ։ Մեր հաշվին մարդկանց թոշակը բարձրացնում են, մեր հարևանների հաշվին իշխանությունն ասում է, որ դա իր արած գործն է, ընդդիմության որոշ ներկայացուցիչներ արդեն հայտարարում են, որ դա իրենց ճշմարտ արդյունքում է իշխանությունը գնացել թոշակները բարձրացնելու եւ այլն։ Այսինքն փորձում են մեր հարկերի միջոցով ժողովրդի թոշակի բարձրացման հարցը վերագրել իրենց որպես իրենց հաղթանակ։ Ավելի մեծ տխմարություն անհնար է անել, բայց այդ տխմարությունը ցավոք սրտի անում են։ Այսօր գաղափար, իմաստնություն, ծրագիր ունեցող ուժերը երբևէ չեն էլ կարող ընտրություններին մասնակցեն, որտեղ չունեն փողու հնարավորություն։ Մասնակցում են նրանք, ովքեր ունեն այդ փողն ու հնարավորությունը, եւ մեկ էլ իշխանությունը, որը իր իշխանությունը օգտագործում է բոլոր առումներով։ Հիմա ժողովուրդը պետք է գնա ում միջև ընտրի։ Փողի, իշխանության, թշնամիների, ինչ ընտրությունը ինչի է։ Մենակ Նիկոլին հեռացնելու, ինչի համար ես անկեղծորեն այդ խնդիրները չեմ կարողանում այսօր հասկանալ եւ դժվար է երբևէ կարողանամ հասկանալ։ Դա համար նույնիսկ մենք ընկերներով էս մի քանի օր մտածում ենք, օրինակ եթե մենք ուզում ենք մասնակցել ընտրություններին, լավ, հենց սկզբից պարզվում է, որ պետք է ինչ-որ գրավ մուծես եւ այլ եւ բոլորն ասում են, որ դու շանս չունես, որովհետեւ չես կարող 2000 հատ գրասենյակ բացել հանրապետության, այսինքն ստացվում է մի բան։ Այսօր ժողովուրդը ստիպված է ընտրություն կատարել
մեր համար ճշնամի իշխանությունների, իմա Նիկոլ Փաշինյանի ու նրա թիմի կամ փողա տերերի, ունևորների, կարևոր չի այդ փողը թալանի միջոցով է հավաքվել, կաշառքի միջոցով է հատել, իշխանությունը օգտագործելու շնորհիվ է հավաքվել, թե գողության համար է ձևով է հավաքվել։ Հիմա բարդ հարց է, իհարկե ես չէի ուզենա այս հարցերի մեջ շատ խորանալ եւ նաեւ չի ուզենա որ պարոն Էդգար Ղազարյանին խորացնել այս ծանր հարցերի շուրջ, բայց այսօր ինչ է տեղի ունենում, պարոն Ղազարյան, իրականում ինչ է տեղի ունենում, ինչ ծրագիր կա, չէ որ կային առաջարկություններ, որ մեր հիմնական խնդիրը նախ էս իշխանություններից ազատվելն է, ճշնամի իշխանություններից, որից հետո ընդհանուր գալով, ընդհանուր հայտարարի գալով, հա, խաղի որոշակի կանոնների գնալ նախ սրանց իշխանությունից հեռացնել, հետագայում նոր խաղի կանոններով նոր կընտրվել վարչապետ պետք է նախապատրաստել 6 ամսից 1 տարվա մեջ նոր ընտրություններ, որտեղ արդեն թող կուսակցությունները գնային իրենց ծրագրերով, իրենց գաղափարներով եւ տեղի ունենալ ընտրություն։ Բայց հիմա դա տեղի չի ունենում եւ մենք ինչ ենք ունենում, այսա կուզենայի բարձրաբանենք, եթե որ քիչ առաջ դուք ասում եք, որ դες մտադրություն ունեք, որ դուք էլ մասնակցեք ընտրություններին, իհարկե դուք ես գիտեմ, որ կուսակցություն եք ղեկավարում եւ ազատ այդ հնարավորությունը ունեք եւ կարծում եմ կուսակցությունները հենց նաեւ դրա համար են, որ քաղաքական process-ների մասնակցեն այդ թվում ընտրություններին, բայց խնդիրը ինչու՞մ է, այստեղ ընտրությունը կարա լինի միայն ժողովրդավարական հասարակարգերում։ Այսինքն բռնապետության պայմաններում ընտրությունները դրանք ուղղակի միջոցառումներ են։ Հիմա ընդհանրենք Ադրբեջանում հայտարարվում է ընտրության օր, չէ՞։ Նույն ձևի տեխնացուներ են լինում, գերանցվում են, քվեաթերթիկներ են լինում, ընտրական տեղամասեր են բացվում, մարդիկ գնում են քվեարկության, բայց դա խո չի կարելի ընտրություն համարել։ Դրա արդյունքները բոլորը գիտեն, չէ՞, այսինքն ընտրության կազմակերպիչներից մինչև այն ամենահասարակ քաղաքացին գիտեն ինչն է լինելու դրա արդյունքը։ Հիմա ճիշտ է Հայաստանում այդ աստիճանի կայացած կազմակերպված բռնապետություն չի, բայց դրա թափթփված փնթի անկազմակերպ տեսակն է, բայց էլի բռնապետություն է։ Ու բռնապետության պայմաններում միամտություն է ակնկալել, որ սրանով իշխանություն փոխելու հնարավորություն է առաջանալու։ Դրա համար ես միշտ այն կարծիքին եմ եղել, որ ասում ենք Նիկոլ Փաշինյանի իշխանությունից հեռացնենք, պետք է հասկանանք, չէ՞, մեխանիզմը ո՞րն է դրա։ Եթե այդ մեխանիզմներից մեկը մարդիկ կան, որ համարում են ընտրությունը, ես կարծել եմ ու հիմա էլ մնում եմ այդ համոզմանը, որ հետևողական կազմակերպված պայքարի արդյունքում ավելի մեծ արդյունավետություն կարա տա վարչապետին ազգային ժողովում անվստահություն հայտնելու իմպիչմենտի գործընթացը։ Իդեպ ասեմ, որ հիմա այս օրերին այդ գործընթացը իրագործելու հնարավորությունները ավելի են մեծացել, շատ ավելի են մեծացել, որովհետև քաղաքացիական պայմանագիր խմբակցության հիմիկվա կազմի 69 պատգամավորներից մի զգալի մասը արդեն չեն առաջադրվել ՔՊ-ի համամասնական ցուցակում։ Մի մասն էլ ովքեր որ առաջադրվել են, ընկել են ներքևի համարներ, այսինքն օրինակ իրանք հայտարարել են, որ իրանց համաժողովը, որ ընտրություններից առաջ պետք է լինի, առաջի 50-ի տեղերն են դասավորելու, մնացածը արդեն ըստ իրենց ստացած քվեների պիտի բաշխվի։ Հիմա 50-ից ներքև բազմաթիվ պատգամավորներ կան, որ հիմա այսօր իրանք պատգամավոր են, բայց իրանք էլ գիտեն, որ հունիսի 7-ին իրանք պատգամավոր չեն ընտրվելու։ Հիմա այդ մարդիկ կարելի է հասկանան, որ Նիկոլ Փաշինյանը իրանք կործանել է, չէ՞, այսինքն իրանք ամսի 7-ից էլ պատգամավորը չեն ելնելու։ Հիմա այդ մարդիկ եթե միանան վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացին, նրանք ովքեր գիտեն, որ իրանք պատգամավոր չեն, այս վերջի շանսն է։ Համ երկիրն է փրկվում, համ իրենք են փրկվում։ Այսինքն որովհետև եթե մինչև այդ Նիկոլ Փաշինյանը հեռացվի, կարճ ժամանակում արդեն կարա ժողովրդավարական ընտրություններ եւ այդ մարդիկ այլ կուսակցություններից թեկուզ այլ դաշինքներից կառաջադրվեն ու կընտրվեն պատգամավոր։ Իսկ հիմա Նիկոլ Փաշինյանը իրաց կործանում է։ Հիմա ավելի նպաստավոր վիճակ է ստեղծվել իմպիչմենտի գործընթացը նախաձեռնելու եւ իրականացնելու համար։ Եվ ես հիմա էլ եմ հորդորում, խնդրում ազգային ժողովի պատգամավորներին, ովքեր որ իբր նախաձեռնել, այսինքն ինչի եմ ասում իբր, որովհետեւ
ֆորմալ իմաստով իրանք նախաձեռնել են այդ գործընթացը, բայց իրական ջանք, եռան չեն ներդնում, այնի առաջ մղելու համար, իսկ ես ասում եմ, որ իրանք ընդամենը ֆորմալ կողմն են ապահովել, դրա համար ասում եմ իբր նախաձեռնել են։ Եթե իրականում են նախաձեռնել, միանան այդ գործընթացին դա փորձենք առաջ տանել հասարակությունն իրանց աջակցություն ցուցաբերի, հասնենք հաջողության։ Եթե դա չի լինելու, ապա եթե մնում է որ պիտի գնան ընտրության, պետք է ընտրության գնացող մարդիկ ընտրական օրենսգիրքը առնվազն մի անգամ կարդան։ Իսկ ինչ է ասում ընտրական օրենսգիրքը։ Ընտրական օրենսգիրքն ասում է, որ քո մասնակցելը դեռ երաշխիք չի, որ դու ընտրվելու ես падգամավոր։ Պետք է առնվազն նվազագույն շեմ հաղթահարես։ Նվազագույն շեմը քվեարկության մասնակիցների առնվազն 4%-ի կողմ ձայներն է, քվեարկության մասնակիցների, որը բավականին մեծ ցուցանիշ է, այսինքն Հայաստանի շատ քաղաքական ուժեր կուսակցություններ ի վիճակի չեն դա հաղթահարելու։ Ես դա ոչ թե կանխատեսում եմ ասում, այլ փաստ։ 2021 թվականի խորհրդարանական ընտրությունների մասնակցել է 25 քաղաքական ուժ, կուսակցություն եւ դաշինք։ Շեմը կարողացել է հաղթահարել ընդամենը 2-ը, որից մեկը քաղաքացիական պայմանագիր կուսակցությունն է եղել, մեկը ընդդիմադիր Հայաստան դաշինքը։ Պատիվ ունեմ գիտեք, իրավունքի ուժով է։ Անցել որտեղ օրենք ասում առնվազն 3 քաղաքական ուժ պիտի խորհրդանում լինի։ Իսկ իրանք շեմ չեն կարողացել իրանք քվեներով հաղթահարեն։ Մնացածը բոլոր, այսինքն 25-ից 23-ը շեմ չեն հաղթահարել։ Հիմա այդ նույն կուսակցությունները մեծ մասը, ով անցած անգամ այդ շեմ չեն հաղթահարել, հիմա նորից առաջադրվել են։ Հիմա իհարկե շեմ իջացվել է կուսակցությունների համար 4%, դաշինքների համար է բարձրացվել է։ Դրա համար հիմա ով որ մասնակցում է, այդ դաշինքներով չեն գնում, որովհետև ի սկզբանե գիտեն, որ իրանք շեմ չեն հաղթահարել։ Օրինակ Գագիկ Ծառուկյանը մատ նոյան տապանա չէ, ասել է ստեղծում եմ քաղաքական։ Ինչն է դրա խնդիր, ասում է, ովքեր որ կգան ինձ միանան, թող գան միանան առաջարկ Հայաստանին ծրագրին, մենք մասնակցել ենք ԲՀԿ-ի համամասնական ցուցակով։ Այսինքն ուրիշները որ գնում են կուսակցություններ, ասենք օրինակ Մայր Հայաստան կուսակցությունը համագումար են արել, ասում են միանում են Գագիկ Ծառուկյանին իր հետ մասնակցեն, չէ՞, բայց դաշինք չեն կազմում։ Այդտեղ իրաց ցուցակով ԲՀԿ, որ ինչի համար, որովհետև եթե մենակ ԲՀԿ-ն է մասնակցում 4% պիտի հավաքի, որ անցնի, եթե Մայր Հայաստանի դաշինք կազմեն, պիտի 8% հավաքեն։ Բոլորն էլ հասկանում են, որ Մայր Հայաստանը 4% ձայն խոչ ունի, որ Ծառուկյանը 4 ունենա, այդ 4-ը միացնել 8։ Այսինքն չեն կարող շեմ հաղթահարեն։ Բայց դու ի սկզբանե գիտես, քո կանխազգացողությունը հաշվարկը դրանա, որ դու այդ 4%-ի կողքերն ես պտտվում։ Հնարել է երաշխի չի, կհավաքես թե չէ, օրինակ նույն Բարգավաճ Հայաստան կուսակցությունը 21 թվին շեմը չի հաղթահարել, մասնակցել է, 3.9% ձայն են հավաքել։ Հիմա այս ընթացքում ինչն է դրանց ավելացել, խելքներն ավելացել, շնորհներն ավելացել, սիրունացել են, ինչ է ելել, որ Նիկոլը ավելի շատ չարիքներ է գործել։ Դե Նիկոլը չարիքա գործել, դե Նիկոլի հետ, իրանք ինչ կապ ունեն դրա հետ։ Մտածում են Նիկոլի ձայները կիշնի, այդ իրանց կբարձրացնի։ Բայց իրանք ինչ են արել որ բարձրանա։ Ոնց։ Այլ մի մոզում ասեն քաղաքական դաշտում ինչ գործունեություն են ծավալել, որ պիտի իրանց նկատմամբ վստահությունը ոչ մի բանով չեն զբաղվում ամբողջ կա։ Հիմա ասեք թե օրինակ ես նստած նայում եմ Հայաստան խմբակցության падգամավորները գնում են մարզերում հանդիպումներ են գնում, ես վերջերս էլ Գյումրիում ամենտեղ ինչ որ ելույթներ են ունենում անդադ սկանդալներ են առաջացել։ Ես մի բան եմ ասում, ես մարդիկ ինչ են գնում հանդիպումների։ Ոնց։ Գնում են, այսինքն եւ մտածում են որ նորից ընտրվեն։ Այո, անպայման։ Բայց ընտրված են, չէ՞։ Հիմա իրանք падգամավոր են, չէ՞։ Բայց 5 տարին իրանք ինչ են արել։ Հələ որ մի հատ էլ ակնկալիք ունենան, որ պիտի նորից էլ ընտրվեն։ Ով որ հիմա падգամավոր է, ուզում է ԿՊ-ից էլի, ուզում է Հայաստան դաշինքից, ուզում է պատվիրում, իսկ պիտի падգամավոր լինելու մասին չմտածի։ Որտեղ ամբողջ ազգային ժողովը 5 տարի պռավալ է տվեց պետությունը։ Ամեն մեկը իր մասով։ Այսինքն Հայաստան խմբակցությունը, որ ամենամեծ ընդդիմադիր խմբակցությունն է ունեցել, ինչ են արել։ Որ մի հատ էլ ակնկալ է, որ ինչ որ արել են նորից անեն։ Հակառակ այն ինչ որ արել են, հաստատ արդեն դա չպիտի արվի։ Իրենք էլ պիտի հաշվետվություն տան, չէ՞, մեզ ընտրողներից։ Ինչ հաշվետվություն, դե ժողովուրդը կետան խոսան, խափեն կանցնեն։ Բայց հիմա 33% ես հիմա այն տպավորությունն է, որ Հայաստան խմբակցություն չգիտեմ ինչ ձևաչափով մասնակցելու, շեմ չեն հաղթարելու այս անգամ։ Իմ կարծիքն է։
Մի կուսակցությունով էլ մասնակցեն 4% էլ չեն հավաքելու։ Դե մարդիկ այդ հարցը տալու են, չէ՞։ Հիմա իրանց հանդիպումներին առավելապես իրանց կողմնակիցներն են գնում, չէ՞։ Հիմա ինչ 100 հոգյանոց մարդետի խոհ տպավ 100 հոգի դալիճով որ մարդաստի կամ 200 հոգի։ Ընտրությունների ոնց որ մի քանի 100,000 ձայնա, չէ՞, պետք է 200 հոգով գործ գալով չի գա։ Ասի գնացիր 200 հոգի քո կողմնակիցներից եկան նստան։ Բայց այն մյուսները հարցնելու են, չէ՞։ Դե մեկ է Նիկոլին 33% ընդդիմություն պետք է։ Նույն էս բանը Անդրանիկ Թևանյանը որ գնացել միացել է Ծառուկյանին, չէ՞։ Պատգամավոր էր, չէ՞։ Այսինքն հիմա գնացել ես միացել ես Ծառուկյանի, որ ինչ անես, որ ընտրվես պատգամավոր, ընտրվել է իր Հայաստան դաշինքով, ինչ ես մանդատդ վայր դրե։ Դա չէին խորհուրդ տվել խորհրդականները իրա։ Դա դու ընտրվել էիր, որ գնայիր ու ընտրվելուց առաջին չէր, ասես մենք ընտրվում ենք, հետո Նիկոլին հեռացնենք, չէ՞։ Բայց դուք հեռացաք կեսից։ Բայց հիմա նորից ուզում ես գազ, որ նորից հեռանաս։ Կայֆ է։ Բայց ընտրվել էր անեիր ինչ-որ։ Բայց չեմ ուզում ընթացքում իրանց փողեր տվողներ են լինում։ Դիմադրություն շարժումը վարի տվիկ, սրբազան շարժումը վարի տվիկ, իմպիչմենտի գործընթաց չարիք։ Մանդատները վայր չդրեցիք, որ պարլամենտը լուծավի 1000 անգամ դուք եք ասել։ Ոչ մի բան եք չարիք։ Հիմա դուք ինչ երեսով եք ժողովրդից նորից մանդատ ուզում։ Ուզում եք որ ինչ անեք։ Այն ինչ որ չեք արել, էլի չանեք։ Դե Նիկոլը ուզում է որ մեկ է 33% պետք է տան դիմությանը, պարոն Ղազարյան։ Դե Նիկոլը օրենքը տալու է։ Այդ եմ ասում էլ օրենքի Չէ, դա ասենք ընտրման падգամավոր ինչի համար, ընտրվել է ինչ է։ Արե հիմա Հայաստանի բանկության падգամավորները, որոնք գնում են հանդիպման, նստում են բեր։ Այս է դա։ Բոլորը падգամավոր են։ Այս է դա։ Մարդիկ ինձնից նեղացել էին, երբ որ ասել էի Ալեն Սիմոնյանի հետ դուրս գնացողը էշե եւ այլ, մարդիկ եկան ին վրա բազար։ Ասի ոնց ախպեր մենք Ալենի հետ եթե մենք ուրեմն դու մեզ էշ եք ասում, ասի ախպեր ջան, եթե գնացել ես, ուրեմն դու մտնում ես այդ էշերի մեջ, ինչ ասեմ։ Որտեղ մենք Ալենը գնում է դու ասում մենք ընդդիմություն ենք, բայց գնացել ենք իր հետ, մենք հանուն հայրենիքի ենք գնացել։ Հայրենիքում ի՞նչ է փոխվել ազգ, ասենք որ չգնային ինչ պիտի։ Դե հիմա իրան գնացել անգլերեն խոսացել են մեր բան ասել։ Այ մենք ուզում ենք այդան չխոսան, հիմա ասենք թե իրանց գնալը պարզ չի տուրիստական չի, ասի գնացողը չի։ Բայց հիմա մարդիկ էլի են ուզում տուրիստական գնան, էլի են ուզում 7 միլիոն արկեվավճար։ Ուզում են Ալենի թշերը պաչեն։ Դե հիմա մենք էլ հասարակություն ենք չեք ուզում, չէ՞։ Բայց հասարակությունը դենակ չի են անցնելու։ Ես իմ կարծիքով, որովհետև քաղաքական գործունեությունը դա պատասխանատվություն է։ Ընդդիմություն լինելն էլ իր բաժին պատասխանատվություն։ Մարդիկ դիտենան որ դու իրական պայքար ես մղել։ Իսկ ես անկեղծ ասած չեմ տեսել իրական պայքար։ Հենց հիմա ասում եմ Ռուստամ Բաքոյանը եւ Արթուր Հովանիսյանը այդ ԿՊ-ի դեպուտատն են։ Դա տանի օրինական ուժի մեջ վճիռ կա, որ պիտի ներողություն խնդրեն։ Ինձ վիրավորելու համար չեն կատարել։ Հիմա այս այդ process-ը սկսել, դիմել եմ նաև ազգային ժողովի խմբակցություններին, ասում եմ, ելնի դրանց դեմ, էթիկայի հանձնաժողով ստեղծելու գործընթաց սկսեք, այդ հարցը դնեք ազգային ժողովում, քննարկեք, ասեք падգամավոր ես, մեր երկրի օրենքներն չի ես խախտում, դատանի վճիռն չի ես կատարում, այնել այն դեպքում դարձ ես չեմ է։ Ասում եմ, որովհետև այդ նույն բանի համար ամենայն հայոց կաթողիկոսին մեղադրանք են առաջադրել։ Գերագույն հոգևոր խորհրդի բոլոր անդամներին մեղադրանք են առաջադրել դրա համար։ Բայց առիթը չեք ուզում օգտագործեք դուք զգաք այդ ձեր հետ ընդեն վերընկած ԿՊ-ականների հարցը բարձրացնեք։ Չեն անում։ Պատկերացնես չեն անում, դիմել եմ Հայաստան խմբակցության, պատիվ ունեմ խմբակցության, չեն նախաձեռնում, որ 12 էջ մենակ հիմնավորում եմ գրել ուղարկե։ Կոնկրետ դատանի վճիռը գրած, կատարողական վարույթի համարը գրած, որ այս բանը չեն արել։ Հələ հարց, բայց ինչի չեն անում, կարասին, օրինակ ես նստած ժամանակին որ ակտիվություն էի ցուցաբերում, ձեզ հարցրել են, ինչ է կարծում ես քեզ պետք է առաջադրենք որպես վարչապետի տեխնացու։ Այսինքն ախր իրանց մեջ կան մարդիկ, ովքեր սաղ կյանքը ուզում են վարչապետի տեխնացու գրանցվեն, ուզում են իրանց մասին խոսան որպես ընդդիմություն, ուզում են ամեն ինչ անեն, որ իրանց թալանածը պահեն։ Ախր հազարում հարց կա, պարոն Ղազարյան, որ դուք տեղյակ չեք այդ հարցերից, բայց ես ուրիշ բան ասեմ, էլի։ Նայ, այս impeachment-ի թեմայով, որ դե Քոչյանը փաստացի դեմ էր, էլի, միշտ է դեմ։ Բանը, այդ ասուլիսի ժամանակ ասում է, մենակ այն բանի համար, որ մեկը լինի 48 ժամը վարչապետի տեխնացու, մենք դες գործընթաց չենք նախաձեռնի։ Հեգնանքով, ասենք, եթե դե բարձր չէ, հիմա ընդհանրենք մեկին պիտի առաջադրեն, առաջադրել են, Դավիթ Համբարձումյանն է։
Ասում Դավիթ Համբարձումյանը 48 ժամով, որպեսզի չգա կայնի ազգային ժողովում, մենք դրա համար մենակ իր այդ 48 ժամի համար չենք առաջադրի։ Հիմա ինքը առաջադրվում է վարչապետի տեխնացու հավակնությունա ցուցաբեր։ 48 օրով 21 թվին։ Հետո վերասել։ Քոչարյանը։ 21 թվին, որ ինքը Հայաստան դաշինքի առաջի համարն է, դաշինքի առաջի համարը դա վարչապետի տեխնացու է, չէ՞։ Հիմա եթե ինքը որևէ դաշինք առաջնորդի կամ կուսակցության համամասնական ցուցակ, ավտոմատ իրավունքի ուժով դառնում է վարչապետի տեխնացու, ընտրական օրենսգիրքը գրել է։ Ամեն մի քաղաքական ուժի առաջի համարը վարչապետի տեխնացու է, չէ՞։ Ասենք լավ, հիմա 48 ժամ չի, 48 օր է։ Ինչ տարբերություն։ Ինչպես առաջադրվում վարչապետի տեխնացու։ Այդ մարդը չի կարող առանց դրա ընդհանրեն կապրի։ Մարդը պետք է առաջադրվի, միշտ երևա որ իրանք են, ինչքա չհասկանալու, կարող է։ Դա իրաց, բայց մեզ իրաց բաներն է, կարգավիճակն է հետարքում, թե մեր երկրի ճակատագիրը։ Հիմա այդ էլ արդեն մեր խնդիրն է։ Այն մարդիկ ասում են, ուզում եք դուք էլ առաջադրվեք, ով է ձեզ խանգարում։ Հիմա չեք մենք որոշում ազգային անվտանգությունը նայում եմ կուսակցությունները, բան չունեն, իրաց իրավունքն է, չեմ ասում չեն իրանց իրավունքից օգտվել։ Բայց եթե դու քաղաքական ուժ ես, կուսակցություն ես, չէ, առաջադրվում ես։ Գիտես որ դու ձայն չես հավաքելու։ Եթե դու չգիտես որ դու ձայն չես հավաքելու, չէ՞։ Այդ նշանակում է դու իրատեսություն չունես, դու պրագմատիզմ չունես, դատողություն չունես, հաշվարկիդ մեջ սխալ է։ Բայց եթե դու մի գործով որով զբաղվում ես, քաղաքականությունն է, քո հաշվարկի շեղումը առնվազն 5% է, չէ՞, այսինքն դու մտածում ես որ պիտի գոնե շեմ հաղթահարես։ Այդ չեմ ասում առաջադրողը սաղ ասում են, չէ՞։ Ես մեր դաշինքի վարչապետի տեխնացուն եմ։ Արա դու այդ որ ասում ես նշանակում է պիտի մտածես։ Վարչապետի ելնում է այն մարդը, որ 50%-ից ավել ձեն է հավաքում։ Այսինքն դու իմիք բանից մտածում ես որ դու 50%-ի հավաքես։ Մարդը որ զրամբոչ 5% չի հավաքելու է։ Հիմա մենակ կարանք, չէ՞, հիմա մտնում ես կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքը, ասում ես 21 թվին ընտրությունների արդյունքներ։ Սա մի տոկոսի շրջանակներում են, չէ՞։ 3%-ա, մեկը 2%-ա, մեկը զրամբոչ 3%-ա։ Դրանք սա վարչապետի տեխնացուներ են, չէ՞ եղել։ Բայց լավ ասեք առաջադրվեցիք, հետո ձայները փոշիացրեք, այդ ձեր փոշիացած ձայները հավաքում են, մի թիվ են սարքում, այդ թիվը շեմը հաղթահարածների մեջ բաժանում են, ասենք Նիկոլ Փաշինյանը հավաքելու է, ենթադրենք 25%։ Այդ փոշիացած ձայների 25% գնալու է Նիկոլի քվեները դառնա 50%, ոնց էլ եղավ 21 թվին։ 21 թվին նա մեծամասնությունը ստացել է փոշիացած ձայների հետևանքով։ Հիմա ես էլ եմ ուզում մեր կուսակցությունով գնանք էլի փոշիացնենք։ Որովհետև եթե փոշիացնել եք հիմա բանջան, հարգարժան իմ Էդգար Ղազարյան ջան։ Դե այդ դեպքում ասա, ես ինչ անեմ, ում օժանդակեմ, ում օգնեմ։ Իմ ասածը հետևյալն է, ընդդիմությունը։ Ստացվում է որ ես իմ սաղ կյանքը ծառայել եմ հայրենիքիս, մարդիկ հերուներում, փողոցներում թափառել են իրանց ում սիրովն են մեկն էլ ուրիշի, ես քո սիրով դու ուրիշի տես արտահայտում կա, բայց մարդիկ կարողացել են բիզնես դնել, փող կուտակել, հիմա եկել են փողը դրել են մեջտեղ, ասում են Ախմեդ ջան, այ դու ինձ աջակցի։ Ինչի համար աջակցեմ։ Որ հաջողություն լինի։ Հաջողություն ում համար։ Լսի, օրինակ ես իմ օրինակը բերեմ, ես ոչ մեկ օրինակը չեմ բերում։ Ես պետական գործիչ եմ եղել, բարձր պետական պաշտոններ եմ զբաղեցրել, այս 5 տարի էլ ամենօրյա պայքարի մեջ եմ, չէ՞։ Օր չկա այս հարցազրույց տված չլեմ, իմ մարդիկ էլ նայում են, իմ խոսքը լսում են, նշանակում է իմ խոսքի նկատմամբ որոշակի հետաքրքրություն էլ կա, չէ՞։ Բայց դա չի նշանակում, որ այդ մարդիկ ինձ ընտրելու են։ Չի նշանակում, հասկանում եք։ Եթե հիմա ասենք թե ես հաղորդում ունեմ, որը ունի 100,000 դիտում, այդ չի նշանակում, որ եթե ես հիմա լեմ վարչապետի տեխնացու կուսակցություն ստեղծեմ կամ այլն, մարդը ինձ 100,000 ձեն են տալու, 100 ձեն էլ չեն տալու։ Քվեարկությունը ուրիշ բան է։ Մարդու ճանաչումը, հեղինակությունը։ Ինչու չեն տալու Էդգար Ղազարյանին, տալու են օրինակ Քեթրին Միրանտես, Ադրանովա ձեն տալու այդ սա։ Բայց բարդ առաջադրվում է։ Դա հետ եմ ասում։ Հիմա ասենք թե դու Մոսկվայից, ասեք բանով on-line ընտրությունների տես։ Բայց ինչի ժողովուրդ քեզ ձան չի։ Կարող են օրինակ դա փող բաժանելով, կամ չգիտեմ ինչ որ կանոնա գրասենյակ բացել մի 500 հատ բան, ինչ պիտի էլ, հետո ինչ ալ, 500 անգամ երկու ձայն էլ հավաքի, 2000 ձայն կհավաքի։ 0.05% չի հավաքելու։ Ես եմ ասում եմ, բայց եթե դու
Քո կշիռը չես կարում։ Ես օրինակ իմ կշիռը կարում եմ գնահատեմ։ Ես գիտեմ, որ եթե առանց իմ մասնակցեմ ընտրությունների, մի տոկոս ձեն չեմ հավաքելու։ Ես ինքսից տես գնահատում եմ։ Դրա համար ասում եմ, եթե ես մի տոկոս չեմ հավաքելու։ Կան ուժեր, որոնք ավելի մեծ ձեր ասած մեկը փողի հաշվին, մեկը իր ունեցած հեղինակության հաշվին, կարող ասեք ով է իր հեղինակության հաշվին, ուզում եմ։ Դե հիմա ասեք թե այս պահին որ քաղաքական դաշտում կան չէ ուժեր, որոնց կշիռը ավելի մեծ է, քան իմը։ Ես հələ չգիտեմ, դες քաղաքական ուժ, որի կշիռը իմ քաղաքական ուժի կշիռից բարձր լինի։ Ինչի՞ չգիտեք։ Սոցիոլոգիական հարցումները նայում եք, տեսնում եք, էլի։ Դրա համար եմ ասում, հասարակությունը որպես քաղաքական կշիռ ինչն է գնահատում։ Դե հիմա ինչ տարբեր գործոններ կա։ Տարբեր գործոններ կա։ Մի դեպքում փողնա, մի դեպքում ազդեցություն, մի դեպքում փող որքան իրանք։ Նիկոլը մի տարի 19 թվին այլևս վարչապետ չէ, էլի, ասենք ես որից չի ուզում փող ունենա, բայց ունենալն էլ հեշտ բան չի։ Եթե ինչ-որ մեկի մոտ հաջողում է, նշանակում է ինչ-որ բան եղել է, որ հաջողվել է։ Այսինքն եթե ուզենայիր թալանել, չէր հաջողվի։ Դե հիմա թալանելն էլ է, հենա թալանող կա, զաղորը հակակոռուպցիոն դատաներից տուն չի հետում։ Էդ էլ այդքան էլ հեշտ գործ չի, էլի։ Հիմա կարևորը թալանել ու չբռնվել։ Չէ, կարևորը ճիշտ ասած իմ համար դու հասկանամ իմ համար կարևորը այն ինչ որ ես եմ աշխատել Էդգար Ղազարյանը 5 տարի է, ավելի ճիշտ 8 տարի է ցերեկ գիշեր պայքարում։ Այո։ Էդգար Ղազարյանին պակասում է մենակ մի բան, փող։ Չէ, մենակ փողը չի։ Բա ինչն է։ Դե մենակ փողը չի, նաեւ մարդիկ պիտի վստահություն ունենան, մարդիկ պիտի Այսինքն ներողություն ունենան, պիտի մարդիկ ունենաս, որոնք ներողություն, այսինքն մեկը որ շատ փող ունի իր նկատմամբ վստահություն ավելի շատ է։ Դե կարա լինի։ Ինչի։ Դե կարա լինի, դե մայ էս ամբողջ փիլիսոփա Իսագուլյան ջան, փաստերն են, չէ՞։ Լավ, վաղը ցուցակ են կազմում։ Էդգար Ղազարյանը այսօր ամենահայտնի քաղաքական գործիչն է, ամենապայքարի մեջ եղած, ամենաուժեղ քաղաքական գործիչն է։ Իրան որևէ քաղաքական ուժ իր ցուցակում ընդգրկելու համար բան ասել է։ Չի ասել։ Չի ասել։ Բա տեսնում եք։ Դե հիմա որ չի ասել, բայց զորով չեմ տալու ասել։ Չէ, ուրիշ բան եմ ես ուզում ասել, պարոն Ղազարյան ջան։ Մեր հասարակությունը ի՞նչն է գնահատում։ Մեր հասարակությունը գնաց է Նիկոլ Նետրեվ վարչապետը ինչ է ուզում է խեղճ մնացած հասարակությունից։ Հələ մարդկա էլի է ուզում ընտրի։ Մի հոգի մարդ կարող է, եթե գիտես շաղետ է։ Որ հասարակություն, նայել մարդը թոշակները բարձրացրել։ Դա լավ է ինչ։ Ո՞րոնց 10,000-ով բարձրացրել է։ Հա, բա խափում է էլի։ Առաջին անգամ է։ Խափում եք դե բարձրացրել։ Բա ասում ինչ է խափում, որովհետև թոշակը դες մի քիչ չեն լում էլի բանում Telegram-ով հայտարարում որ թոշակը բարձրացնելուց բյուջեն, թոշակը բյուջեից է, չէ՞։ 2026 թվականի բյուջեն ազգային ժողովը հաստատել է։ Ընդ գրած է որ թոշակ բարձրանա։ Բա ոնց է բա։ Բյուջետային ուղերձում գրած է այդ մասին։ Այսինքն դա կընտրակաշարք է։ Բա ուրիշ ինչ է ալում։ Ժողովրդին չի է տակրում, ընտրակաշարք է ինչ է։ Կարևորը իր թոշակը բարձրանա 10,000։ Նախ 10,000-ով չի բարձրացել, դա էլ մի պետք չի խափել։ 10,000-ով բարձրացրել են ամենացածր թոշակ ստացողին։ Ասենք այն մարդը որ 60,000 թոշակ է ստանում, նրան չի դառնում 70,000, դրան կարող է հենց մնա 60։ Այն 35,000 ստացողն է դառի 45,000։ Դից են հայտարարում ամենայն դեպս, այսինքն Նշ չի որ 10,000-ը առողջապահությունը դառավ ձրի, ոնց դառավ ձրի։ Տենց։ Բայց իրենք հայտարարում են։ Դե հայտարարում են Իսագուլյան ջան, դե հիմա ես ու դու խելոք մարդ ենք հասկանում ենք։ Ես չեմ հավատում, որտեվ ես առողջապահությունը նախ չի դառել ձրի, հարազատ մարդը, որը նենց հիվանդություն է, որ դա արդեն պետ պատվերով պետք է լիներ, ոչ միայն դա պետ պատվերով չի, հիմա որ եթե ասում են, բայց թազա Նիկոլ օրենք ընդունել, չեն ասում է պետությունը, Նիկոլը Բա ասում են չի ապել, եթե մեր կոմպյուտերների մեջ գրված չի, այնպես որ եթե ուզում եք ձեր հիվանդը ապրի, պետք է փողը բուծեք շուտ, թե չէ։ Իսագուլյան ջան, արդեն բժիշկները դժգոհություն են, չէ՞։ Բժիշկների հաշվին է, չէ՞։ Փողը քիչ են ստանում։ Այս տարվա հունվարից արդեն բոլոր բուժ աշխատողները։ Բոլոր ովքեր աշխատողավոր մարդիկ են, լրացուցիչ ապահովագրական գումարներ են վճարում, չէ՞։ Հələ նախորդ տարվան էլ հետը միասին։ Պետք է դրա հաշվին է։ Մարդիկ անաձեռնարկատեր կա տարեկան մենակ բժշկական ապահովագրության համար 180,000 թե ինչքան փող են վճարում։ Լրացուցիչ։ Պետք է դրա հաշվին է։ Սպորտը դրանց մարդ է խափում ուղղակի։ Հիմա ասում եմ, թոշակը բարձրացնում, բայց ինչի հաշվին է։ Ընդամենը նույն մարդը մի ամիս առաջ չէր ասում,
10,000 դրամ ափսոսատանք թոշակառուներն կտանեն ինչի վրա կծախսեն ժողովրդի շահությունը կարճ է։ Թող իրանք բիզնեսմենները ասում են բիզնեսի ամենալավ տարիքն է կես թոշակային տարիք։ Մենք քաղաքական ուժերը, որոնք հավակնում են էլի պարլամենտում լինել ու ունենալ վարչապետ, առաջ են ընկել վարչապետից ու հայտարարում են, որ այն որ Նիկոլը թոշակները բարձրացրեց, դա իրենց աշխատանքի արդյունք է։ Դա հետել իրանք քարոշչական բանն է, բայց դա խալ լուրջ չի։ Իրանք ասում են մենք քննադատում ենք վարչապետին, ասում ենք մենք որ կանք մենք թոշակը բարձրացնենք, դրա խաթր հիմա ինքը հայտարարե։ Բայց դե ուրիշ բան էլ ասեմ։ Հիմա ասեք թե որ Նիկոլ Փաշինյանը ենթադրենք ապրիլից թոշակը բարձրացնի։ Հունիսին ինքը չընտրվի։ Հուլիսին է թոշակառուներն մեկ իրաց փող ստանալու են, չէ՞։ Հիմա ի՞նչ տարբերություն Նիկոլ կմնա վարչապետ թե չէ։ Մեկ իրենք իրաց փող ստանալու են, էլի։ Հələ Նիկոլը կարող ավելի խորամանկ բան անել։ Ախր Նիկոլը ինչ իր կարող է գլխին գելա որ ինքը չի ընտրվել։ Նիկոլը լիազորություն ունի հաստատված բյուջեով թոշակ բարձրացնել։ Չկարա, ինքը ուրիշ բան անել։ Ինքը կարող է գլխի անգել որ չի ընտրվելու։ Ասում եմ մի բանից հայտարարեմ, հետո որ գա իշխանության անգլի կրակը։ Չկարա դրանց փողը դա։ Իջացնի։ Դից է կարա չէ՞ լինի։ Հիմա ասենք թե ինքը որ չընտրվի։ Ընտրվի ուրիշը։ Ընտրություններից առաջ թոշակ բարձրացել են։ Պիտի այդ մարդիկ փող ճարեն, տանեն մարդկանց փողը տան, չէ՞։ Ինքը ընդամենը 2 ամիս է տալու, էլի։ Ապրիլին բարձրացրեց, եկե մայիսի մի ամիս է տալու, էլի։ Դրանից հետո թողնում է հաջորդ իշխանությունների վզին, էլի։ Լավ, տեսեք, Իրակոզերը բերել է խաղաղություն։ Ինչ արել։ Բերել է խաղաղություն։ Իսագուլյան ջան, ինքը 7 տարի է իշխանության ղեկին է, 7 պատերազմ ա եղել այս երկրում։ 7 պատերազմ։ 2-ը 20 թվին ա եղել, մեկը հուլիսին Տավուշում։ 44 օրյա պատերազմ Արցախում, 21 թիվ Գեղարքունիք, 21 թիվ նոյեմբեր Սյունիք, Սևլիճ, Իշխանասար, 22 թիվ Ջերմուկ, 23 թիվ Արցախ։ Եվ այդպես շարունակ։ Խաղաղություն ա բերել։ Պատերազմի կուսակցությունն է։ Քանի, ինչքան սրանք։ Հիմա չէ Տրամպի հետ գնացին, օգոստոսում։ Տրամպին ինչ արել։ Ասում է Ադրբեջանն ասում է Մեղրինել եմ ուզում պատերազմը վերցնեմ, են ասում է չէ, մենք ի վիճակի չենք Մեղրին պաշտպանենք, արի առանց պատերազմից քեզ հանձնում եմ։ Թրիպը ինչ է։ Առանց պատերազմի առանց տավուշ հանձնելու այն 20 թվականի հուլիսին որ ասում են պատերազմից տավուշում էր, չէ՞։ Մի դիրք անվախ դիրքի համար մարտեր էին մղում 72 հատ խաչաբաժան է մարտական հերոսի կոչում մի հատ 4 գյուղ հարակից տարածքներով այդ նույն տարածքներից տվել է թշնամուն էլ ի՞նչ պատերազմ ասում է 2 տարի է սահմանի զինվոր չի զոհվում սահմանի զինվոր կա որ զոհվի այդ ցավը տանեմ խի դաժե բանակը սահմանից հետ է քաշել դաժե այն մորուքավոր падգամավորը ցույց են տալի հայկական դիրքերը բունկերները ինչ սիրուն բունկերներ են սարքում ասում է առաջ եթե բանկեքով էին երեխեքը մեր պաշտպանված հիմա բունկերների մեջ են հիմա այդ բունկերից մի կիլոմետր հեռու ասեք էսի բունկերն է տարել են դե պոլնի փող են ծախսել այն էլ նկարել են թշնամու ցույց են տալու դա պետական գաղտնիքի հրապարակում է դրանից ասենք թե մի կիլոմետր հեռու ինչ է կատարում իսկի բանգայet չկա մի հատ վրանի տակ անտեպ մեր զինվորները նստած են ամբողջ այդ սահմանը որ Քյարբաջարը հանձնել է թշնամուն ամբողջ Վայոց-Ձոր, Գեղարքունիք այդ սահմանները կիլոմետրերով ոչ կահավորված է բանգայով էլ կահավորված չի բանկաբութիլկայով ոչ խրամատ կա ոչ զինվորների համար թույլ չեն տալի գետնատնակներ կան ոչ մի պայմաններ չկա ազգայինները թույլ չեն տալի որ այդտեղ մերոնք դիրքեր չկրակեցին Ջերմուկում մեր օֆիցերները սպանեցին ինժեներական աշխատանքների մեր Վիլիսի վրա որ կրակեցին տարական ինժեներական աշխատանքներ թույլ չեն տալի այդ ինչը որ ցույց է տալի թիկունքում է գիտես չէ սահմանի վրա չի խորը թիկունքում է սահմանի հենց առաջնագիծը անտեր վիճակ է միշտ դիրքային հեռավորությունը զորքի զինվորների որ սահման են պահում 50 մետրից ավել գորելով արդեն դիվերսիայի վտանգ կա 50 մետր է ասենք մեր այս մի զինվորից դիտակետից S1-ը եթե 50 մետրից ասենք 70 մետր է 50-ի փոխարեն իր տեսադաշտը արդեն կորում է մի հատ մառախուղ մի հատ ընդ տանում են լրացուցիչ պլանից շատ ականապատ ականներ են դնում բան են անում որ դիվերսիոն ներթափանցում չլինի հիմա տեր ով տերնա կիլոմետրերով ազատ
Թուրքերը եւ մտնեն եւ դուրս գան, ով է։ Հիմա էլ ազատ մտնում են, էլ ինչի ինչ կարիք։ Ասում են սահմանի զինվոր չի բերել, սահմանի զինվոր կա։ Հա։ Սահմանապահ ծառայություն, բանակը սահմանից հետ է քաշ, ամբողջ Սյունիքում։ Մի բան մեր ժողովրդին ասեմ, սիրելի իմ հայ ժողովուրդ։ Ուրեմն Հայաստանի տարածքում պատերազմ սկսվել է բացառապես 2018 թվականից հետո։ Մինչև 2018 թվականը Հայաստանի սահմաններում երբեք պատերազմ չի եղել։ Մի անգամ ա եղել 16 թվականի ապրիլյան պատերազմը, որը մեր բանակը դրսևորել է Հայաստանի սահմաններում։ Հայաստանում է չի եղել, Արցախի։ Ուրեմն պատերազմ եղել է Արցախում։ Արցախի ինքնապաշտպանական ջոկատները, որոնց օժանդակել են Հայաստանի ձևավորված ջոկատները։ Ուրեմն այն ժամանակ այն բոլոր տղաները, որոնք այսօր Եռաբլուրում պարկած են, Աստված իրանց հոգիները լույս դարձնի, այդ սուրբ շիրիմները, այդ տղաները բոլորը կամավոր են գնացել Արցախ, արցախցիների հետ Արցախը պաշտպանելու եւ ազատագրելու, եւ դա կատարել են հրաշալի փայլում, իրենց կյանքի գնով, բայց կատարել են։ Ուրեմն 1988 թվականից մինչև 2018 թվականը Հայաստանում եւ Հայաստանի սահմաններում պատերազմ չի եղել։ Հայաստանի սահմաններում եւ Հայաստանի սահմաններից դուրս պատերազմ ու զոհեր եղել են բացառապես Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք։ Այն որ իրանք ասում են պատերազմ, խաղաղություն, Հայաստանը երբեք պատերազմ, Հայաստանը միշտ եղել է խաղաղության մեջ, գեր խաղաղության մեջ, սուպեր խաղաղության մեջ։ Հայաստանը պատերազմ Հայաստանի տարածքում եղել են ու հայ զինվոր զոհվել է բացառապես Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք։ Այսինքն Նիկոլ Փաշինյանի հեռացումով Հայաստանի տարածքում նորից պատերազմները կդադարեն եւ նորից Հայաստանում կտիրի խաղաղություն։ Դիտի միանշանակ։ Նենց որ դուք, ես զարմանում եմ, ես մեկ ոչխարներ կան են խոզի մռութով, էծի մորուքով, հա, որ ոչխար խոսում են, այ անբարոյականների զավակներ։ Արցախի տարածքով, օրինակ ես եղել եմ բազմաթիվ անգամներ, կամավոր։ Արդեն ամուսնացած էի, երեխեք ունեի եւ կամավոր էի գնում։ Ինձ ոչ մեկը չէր ստիպում գնալ Արցախ մեռնել։ Արցախ գնացել են հիմնականում կամավորները, ազգային, ազգասեր մարդիկ։ Այնպես որ այդ տականքներ, դուք որ ձեր մամաների փեշերի տակ ծավալած եք եղեք արմել Թուրքիայում սովորելուց, Հայաստանը պատերազմ տեսել է բացառապես ձեր իշխանության օրոք։ Մինչև ձեր իշխանության գալը Հայաստանում զոհեր, պատերազմ ու Հայաստանի տարածքների նվաճում ու գրավում չի եղել։ Ժողովուրդ, սա ձեր ականջին օղարեք։ Արցախը Հայաստանի վահանն էր պաշտպանության, Հայաստանում խաղաղության միակ գրավականն էր։ Այս ոչխարները ոնց են կարողացել ձեզ, ժողովուրդ, համոզել, որ իրանք խաղաղություն բերող են։ Իրանք 5000 անմեղ տղայի, նույնիսկ եմ կրկնում, տեսեք, առաջի պատերազմում զոհվածների մեծ մասը, կարելի ասել 90%-ը կամավոր մարդիկ էին, որոնք մեկնում էին, իրանք իրանց իրավունքի տերն են եղել։ Իսկ այս 5000 երեխեքի Նիկոլը դիտավորյալ սպանել է, որպեսզի դուք վախենաք պատերազմից, որպեսզի ձեզ վախեցնի պատերազմով, որպեսզի այն ուժերը, ովքեր իրան իշխանության են բերել, նրանց ասածը կատարի եւ Արցախը որպես ադրբեջանական տարածք հանձնի Ադրբեջանին։ Այդ 5000 զոհերը ինքը մենակ դրա համար է տվել, որ դուք վախենաք։ Հիմա էլ Հայաստանում զոհեր է տալի, էլի որ դուք վախենաք։ Իսկ բանը, այս փաստաթուղթը ես միշտ մոտս եմ բաղում օգոստոսի 8-ի փաստաթուղթը, որով ինքը արդեն Սյունիքը հանձնեց Ադրբեջանին։ Այո, դա ընդհանրապես դրա մասին է։ Ոնց որ 22 թվականի հոկտեմբերի 6-ին Արցախը ճանաչեց Ադրբեջանի մաս, այտենց էլ 25 թվականի օգոստոսի 8-ով Սյունիքը ճանաչեց Ադրբեջանի մաս։
ուղղակի ձեզ խափում էր, զարմանում եմ այդ խափելը։ Լավ, մեր ընդդիմությունը ինչի՞։ Ու դա ներկայացնում են որպես ձեռքբերում, ասում են մենք ճիշտ լավ բան ենք արել։ Մեղրին Ղազարյան ջան, բայց ինչու մեր ընդդիմությունը այս թեմայով չի խոսում։ Իրանք էլ են ասում, «Վաղը մենք գանք տրիպը կպահենք, մենակ տրիպը ներկու կենք փոխենք»։ Այսինքն ո՞չ կպահես։ Տրիպը այդ ցավտանեմ նշանակում է մեղրին հանձնել ադրբեջան, այսինքն ո՞չ կպահես։ Դե իրաց ասա, բայց ասում եմ էլի, ասել է որն է, թե թոլասեն ասում եմ էլի։ Տրիպը աղբջան, մեղրին հանձնելն է։ Եթե ուզում ես Ադրբեջանի հետ հավասարել ես տրիպ չլինի, չէ՞։ Հայաստանն ու Ադրբեջանը հիմա Իսագուլյան ջան, ԱՊՀ անդամ երկրներ են։ ԱՊՀ անդամ երկրների քաղաքացիները մուտքի վիզայից իրար ազատել են։ Այսինքն հիմա Հայաստանի քաղաքացիները, եթե Ադրբեջանի սահմանապահ ծառայությունը թույլ տա, կարող մտնեն Ադրբեջան։ Ադրբեջանցիները ո՞նց են գալի Հայաստան։ Հիմա այն Արեգ Քոչինյան հերթական խմբականակը թուրքերի բերեց Հայաստան, չէ՞, որ Տավուշով եկան անցան։ Նրանք ո վիզա չեն ստացել։ Ինչի՞ չեն ստացել, որովհետև Հայաստանը եւ Ադրբեջանը ԱՊՀ անդամ են, նշանակում է ադրբեջանցի բեռնատարի շոֆերն է կարա գա, չէ՞, թե Հայաստանը թույլ տա։ Հայաստանի բեռնատարի շոֆերն է կարա մտնի, չէ՞ Ադրբեջան։ Միանշանակ է։ Հայաստանն ու Ադրբեջանը ԱՊՀ անդամ երկրները ունեն համաձայնագրեր, որը թույլ է տալի ազատ տեղաշարժ տրանսպորտային միջոցների։ Այսինքն, եթե հիմա որևէ հատուկ պայման չլինի, հիմա էլ կար Ադրբեջանը առանց որևէ տրիպի, առանց որևէ բանի, հիմա էլ կար Ադրբեջանի մեքենան գա մտնի Հայաստանի տարածքով, այդ ուր ուզում է։ Բայց դա որ դեպքում կարա լինի։ Եթե Հայաստանի մեքենան է մտնի Ադրբեջանի տարածքով, չէ՞ գնա։ Այո։ Բայց տրիպը ինչի համար է։ Որ Հայաստանի մեքենան ընդ չմտնի։ Մենակ Ադրբեջանին է գա անցնի այդ Նախիջևան, այդքան բան։ Որ հայկականը չլինի, ասենք այդքանը մեկ տրամաբանորեն էինք ասում, իսկ Իլհամ Ալիևը մնացած բոլորի համար ովքեր որ տրամաբանություն չունեն մեր ասածն չեն հասկանում։ Մյունխենի անվտանգային համաժողովից դրանց էլ բացատրեց։ Ասած տրիպը մենակ Ադրբեջանին հիմնական մասը Նախիջևանին կապելու համար է։ Ասում է խաղաղության խաշմերուկ, որը ենթադրում էր սահմանը։ Ասում է Բայդենն ուր է։ Գնացեք Բայդենից ուզեք խաղաղության խաշմերուկը։ Այսինքն, եթե Բայդենը չկա, չի էլ գալու, խաղաղության խաշմերուկ է չի լինելու, այսինքն սահման չի բացվելու, չէ՞։ Ադրբեջանը այսօր ստե գալուց առաջ կարդում եմ, էլի բենզինի խմբականակ Ադրբեջանը ուղարկում Հայաստան։ Ինք իր բենզինը Հայաստան ուղարկելուց իր սահմանը չի բացում։ Վրաստանով է ուղարկում, որտեղ բենզին ինչի համար է ուղարկում, հայերը հիմա ուշքը չի գնացել, կախվածությունն է չէ ստեղծում, դեմպինգ են չէ անում, չհիմնավորված ցածր գին բերե դրել են, որպեսզի Ռուսաստանից, Բուլղարիայից, մյուս երկրներից բենզին ներմուծողները սնան կանան, Հայաստանը էներգետիկ կախվածության մեջ ընկնի մենակ Ադրբեջանից։ Հիմա գինը մի անգամ ճիշտ Բուշի տոտիկները։ Այս գին, չի էլ ուղարկի, այդ ցավը տանը։ Չէ, բուշի տոտիկները ոնց էր։ Հիշում եք, չէ։ Իսագուլյան ջան, ասկի չի ուղարկի կմնաս առանց բենզին։ Նույնիսկ եթե ուղարկի 10 տապատիկ թափ։ Այո։ Այսինքն 1 լիտր բենզինը $1 միլիոն։ 23 թվի որ Արցախը շրջափակման մեջ էր։ Ադրբեջանը չէր առաջարկում, ասում է բանից ճանապարհը բացեք Ասկերանից։ Աղդամով ես ձեզ բենզին էլ ուղարկեմ, ցորեն էլ ուղարկեմ։ Մարդիկ իրանց երեխեքին սոված էին պահել։ Այդ ալուրը չէին ուզում։ Ավտոները գաշ է կանգնացրել են, այդ բենզինը չէին ուզում։ Ինչի՞ չէին ուզում։ Դու հասկանում էին, չէ՞։ Այդ ինչ բենզին է։ Բայց հիմա նույնը չի։ Հիմա Հայաստանն է շրջափակման մեջ, ասում է շրջափակման մեջ ես։ Արից քեզ բենզին տամ։ Սրանք գնացել վերցրել են, հասկանում ես։ Ասում է 70 դրամ էժանա։ Ապուշ։ Դա հիմա ու այդպես ապուշներով պետք է շարունակենք ապրել։ Դե, ոչ, պետք է դրա համար ես ասում եմ, պետք է հնարավորինս փորձենք համախմբվել մեր ուժերը։ Հիմա դու ասում ես մենք մեր ընկերներով էս ենք ուզում անենք։ Հիմա դուք ձեր ընկերներով եթակ 1% հավաքեք, ես իմ ընկերներով եթա 1% արեմ, այդպես չի լինի գործը, այդպես գործը գլուխ չի գա։ Նահապետյան։ Պետք է երկու հատ Ղազարյան ջան։ Երկու հատ մեծ բլոկ պետք է ձևավորել։ Ինձ համար ցավ է, որ գիտեք ինչ։ Ես նույնից եմ կրկնում, ցավը դա է հետեւյալն է, որ Էդգար Ղազարյանը 8 տարի է պայքարի մեջ է։ 8 տարի անցավ բոլոր հրեշավոր բաների միջով։
ծեծվեց, դատվեց, սպանվեց համարյա թե, ձերբակալվեց, ամեն ինչ եղավ իր ընտանիքը ունե զրկվեց։ Ուրեմն 8 տարի Էդգար Ղազարյանը պայքարում է, բոլորի դուրը գնում է, խնդրում աղերսում է, բացատրում է, հասկացնում է, մեր ժողովուրդը դա չի տեսնում։ Մեկը բերում է 2 կոպեկ սեղանին դնում է, վրաս հասկանում է։ Դե հիմա ինչ անում։ Հիմա դա ուրիշ բան, եթե այդ մարդիկ կային ասեին Էդգար Ղազարյան ջան, դու եւ փորձ ունես, եւ փորձառություն ունես, եւ աշխատանքի փորձ ունես։ Դու մենակ մի մեղք ունես, որ չես թալանել։ Բայց քանի որ մենք էլ ուզում ենք երկիրը փրկվի, արի ախպեր ջան, մենք ներդրում կանենք, գրասենյակներ կբացենք, ուսանողներին կհավաքենք, արի դու մարդկանց բացատրի, որտեղ այդ դեպքում արդեն դա այլ կարգավիճակ է ստանում, ու վաղը մյուս օրը իրավիճակ փոխենք։ Իրանք ինչ են ասում են չէ, քանի որ փողը ես եմ դնում, դա չի հանգեցնի մի վիճակի, որ Նիկոլը շատ գեղեցիկ ձևով այդ հարցերը շահարկելով կարող է նորից մնալ իշխանության ու այս երկրի կործանումը շարունակել։ Կամ եթե անփորձ տղաներն եկան, ինչն է փոխվելու երկրում։ Նիկոլենք էլ էին, շատերը ասում են անփորձ են, չնայած նրանք ծրագրով են եկել։ Եկան երկրի գլուխն ինչ բերեցին։ Ախր դրա համար եմ ասում, եթե ես տեսնեմ, որ այնտեղ որտեղ թվում է թե կա վարկանիշ լիներ նաև այն ինտելեկտը, որը փորձառություն ունի, ես խնդիր չեմ տեսնում։ Դրա համար եմ ասում։ Եթե հիմա նույնիսկ չես տեսնում, Իսակ Գյուլյան ջան, հիմա ես եմ ասում չեմ տեսնում, այդ համ իմ կուսակցությունով, մա չգիտեմ կուսակցություն բացեմ, այդ համ մասնակցեմ։ Եթե արդյունք չեմ ունենալու։ Վերջապես հասկանամ, փաստերն ալելու, այելի գնա մեղադրի, ասես ժողովուրդը փոխանակին ընտրել, մեղադրելով չի, արդյունքը չէ պիտի ունենաս։ Եթե ի վերջո քո արդյունքը լելա 1%, այսինքն եթե դու գնում ես մասնակցես, որ չընտրվես։ Հենա մի մասնակցի մի ինտերվյու էլի։ Ավելի լավ, եթե մի բան ի վերջո է տալելու։ Ավելի լավ չի քո որոշումը, բելի կանց թե ուրիշի։ Հիմա նայում ես տենում ես այնա ուժեղը, այն կողմի վրա տարբեր պատճառներով իմ պատկերացումները հետևյալն է, որ գոնե պիտի փորձենք եղածին օգնենք, տանանակ սրանից ազատվենք։ Ում կոնկրետ է։ Ով որ այս պահին ընդդիմադիր դաշտում կլինի առաջի դիսկը։ Սա էլ իրանց ընդդիմադիր են հաշ։ Չէ, դե հիմա վերջը հասկա երևում էլ է, չէ, որ ինչ ազդեցություն կշիռ ունի։ Իմ ասածը այն է, հենց չէ, հետո որ ասենք օրինակ հիմա բանը այդ ուժեղ Հայաստան կուսակցությունը որ կա Սամվել Կարապետյանի։ Ասենք հիմա են իրանք կուսակցություն։ Հələ իրանք երաշխիք չունեն, չէ, որ իրանք մինչև ընտրություն հասնելու են։ Անդադես որ Մոլդովայի օրինակ են բերում այդ ինչի համար է։ Բյուլետենները տպած կենտրոնական ընտրական հանձնաժողովը դրանց գրանցումը ցանկացած պահի չեղարկելու է։ Նորորենք ընդունի, չէ՞ դրական օրես գրքում այդ բարեգործությանը։ Ցանկացած գործունեություն կասեն ախպեջան, դու բարեգործություն ես արել, բանի ասել ես Ոսման Վարսկ փոխհատուցեմ։ Դե մի գրանցումը չեղարկ, ինչ պիտի անես։ Դե գնա դու դատարան։ Որ դատարան պիտի տաս։ WhatsApp-ի։ Սա ինստիտուցիոնալ դրե ձգել է, չէ՞, այսինքն երաշխիքել չի էլի որ դամարես ասում եմ ընդդիմադիր ուժերը հիմա պիտի երկու դաշի մի հատ զապասել որ եթե հանկարծ մեկին չեղարկեն գոնե մեկը մնա ընդդիմադիր ուժերից։ Չնայած կարող է երկրորդին էլ անի, ով պիտի բան ասի։ Եվրամիությունը պիտի ասի։ Ամերիկան պիտի։ Ամերիկան իմիգրանտից եկել ասել այս քեզ քաղաքական աջակցություն եմ ցուցաբերում, Եվրամիությունն էլ ասում ոչ միայն քաղաքական աջակցություն, փողել եմ տալի։ Հիմա տեսեք, դրա համար ես ասում եմ հետևյալը, երկրորդելով ձեր առաջի էտապում ձեր զրույցի մեջ ակնարկած հետևյալ միտքը, որպեսզի մենք կարողանանք վստահ լինել, որ հունիսի 7-ին Հայաստանում կարող է տեղի ունենալ իշխանապողություն, ապա ընտրություններին զուգահեռ մենք պետք է աշխատենք հասարակության հետ, հասարակությանը բերենք մի վիճակի, որ այդ պիկը լինի ամսի 7-ին, այսինքն ամսի 7-ին պետք է Հայաստանում ստեղծված լինի հեղափոխական իրավիճակ։ Որտեղ Նիկոլն ասում է, չէ, եթե վատն եմ, հեղափոխություն արեք, ինձանից պրծեք։ Այո, դրա ասածներից ոչ մեկն էլ պետք չի անել։ Չէ, հեղափոխական իրավիճակ, որ վախենան ընտրությունները կեղծելուց։ Այ ումից վախենան։ Ումից ժողովրդի։ Կջարդեն։ Իսակ Գյուլյան ջան, դե ձերներս ցայսեն տալու։ Չէ, դրա համար ես ասում եմ ինչ անենք, Ինչ անենք։ Ոչ թե պիտի սպասենք ընտրություններից հետո, այլ հիմա անենք։ Կլինի այդ ամեն ինչ որ անում ենք, անենք հիմա։ Հետանք իմպիչմենտի ճանապարհով։ Չեն անում, ախր ամբողջ խնդիրն է, որ
մեր այսպես կոչված ընդդիմադիր դաշտի բոլոր ներկայացուցիչները ներքին վախ ունեն։ Իրանք համոզում են վայելեն, համոզում են վիզաները հանգիստ ստանան, համոզում են ֆինանսական տուժ չկրեն, համոզում են իրանք իշխանություններ լեն, համել ուզում են, չգիտեմ, էնել են իրանք լեն։ Ամբողջ ողբերգությունը դրա մեջ է, չէ։ Մարդը արդեն 10 տարի է շարքում են նույն թեման, նախկիններ, ներկաներ, Նախկինները ամենավատն իր թիմակիցներն։ Հիմա կարող է իր թիմակիցներն կապ չունի, բայց քանի որ հիմա նախկին ասելով ասոցիացվում են կոնկրետ անձիկ, բայց այդ անձիկ էլ այսպես կոչված իրանց ոտերը դրել են մի կոշիկի մեջ ուզում են մենակ իրանք լեն, այստեղ առաջանում է այդ հակասությունը, որը հաղթահարելու ինչ հնարավորություններ ունի հայ ժողովուրդը եւ եթե չունի Էդգար Ղազարյանը այդ հայ ժողովրդին ինչ խորհուրդ է տալիս։ Ես հայ ժողովրդին խորհուրդ եմ տալի նախ պահանջեն միասնաբար, որպեսզի հենց հիմա օր առաջ ակտիվացնեն վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացը, դա շատ ավելի լուրջ է, շատ ավելի իրատեսական, շատ ավելի հնարավոր, քան ընտրությունների միջոցով այս իշխանություններից ազատվելը։ Պետք է ուժերը կենտրոնացնեն այդ ուղղության վրա։ Եթե դա չի լինելու, չի հաջողելու, ապա քաղաքական ուժերից պահանջեն, որպեսզի նրանք համախմբեն երկու ոչ ավել, երկու խոշոր ընդդիմադիր դաշինքներում եւ ասենք մեկը սրան չի ուզում դրան ընտրի, մեկը դրան չի ուզում դրան ընտրի, բայց Նիկոլ չընտրեն։ Այդ դեպքում հնարավոր է հաջողության։ Ես եթե այդ երկու դաշինքներին էլ չգրանցի, այդ երկու դաշինքներին չգրանցել արդեն դետել է հնարավոր, բայց մինչև հիմա կյանքը ցույց է տվել, որ երբ որ մեր ժողովուրդը ընտրության հնարավորություն անենում, շատ չեն պառակտում էլի մարդկանց, կամ մեծամասնությունը ընտրում են ընդդիմադիր ուժերին։ Օրինակ Մասիսում, երբ որ ընտրություններ 21 թվին, կամ Դավիթ Համբարձումյան կամ ԿՊ ընտրել են Դավիթ Համբարձումյանին։ Փարաքարում, երբ որ ընտրություններ Վալոդիա Գրիգորյան կամ ԿՊ ընտրել են Վալոդիա Գրիգորյանին։ Կապանում ընտրություններ նորմալ մարդ թե ԿՊ ընտրել են նորմալ մարդու։ Միշտ տենց է եղել մինչև հիմա։ Հենց պառակտվում է, ասենք օրինակ Էջմիածնի ընտրություններ, չէ՞։ Հենց այդում են պառակտելու, հիմա ասեք ասես ո՞նց իմանան ով է։ Դե ո՞նց օրինակ սևակա ակնհայտ առաջատար ուժն է, չէ՞, բանում այդ վաղաշաբաթի ընտրություններում։ Օրինակ հայրենիք կուսակցության մասնակցելու իմաստը ո՞րն էր։ Ինչ է դրանց արածը։ Որ գնացին այդ 3.քանի% զենը, այնել են որում լավագույն տեխնացիով էլ է։ Հաչիկի Մանուկյանը ինչ անում կարաս կպցեն։ Ոչ մի բան։ Ազնիվ մարդ, հայրենասեր մարդ, խոսքը բերանը հռետոր հայրենիքի հայր։ Որդուն հայրենիքին տված մարդ։ Ինքն էլ աշխատասեր պայքարող։ Անկամ եթե լավագույն տեխնացիով չեք կարող ձեն հավաքեք։ Ինչ էր ձեր արածը։ Հիմա իրանց այդ 3.քանի% քվեի պատճառով ԿՊ-ն դե 2 մանդատ է ստացել։ Ձայների վերաբաշխման հետևանքով։ Հիմա որ գնային Սևակին աջակցեին, ավելի լավ չէ՞ լի քանը։ Կամ ասեք թե Մայր Հայաստան դաշինք որ գնաց, այն էլ ասում է բանը, մենք շեմը հաղթարում, ո՞նց է հաղթարում։ Երկու հոգի նախքին այդ խոշոր ասված համայնքից երկու նախքին գյուղապետը գրել է առաջի երկու համար է մարդիկ իրաց սեպա դու քո հեղինակությունով են գնաց ընտրել։ Բարձր իրաց լոկալ հեղինակությունն է, չէ՞, կամ Գյումրիում որ 2 մանդատ է ստացել։ Պեպսի Կարինը հարգված տղա է այդ քաղաքում գործարարա առաջի համար եղել իրինք իր հեղինակությամբ իր բանով իր երկու մանդատը ինչ է փոխել 2 մանդատ։ Իմաստը ո՞րն է, ասենք, էթալ մասնատել այդ ընդդիմադիր տրամադրությունները բաշխել 1000 Հիմա ոչ թե տապանի մեջ մտավ ավելի լավ է։ Դե ինչ պիտի լի։ Դա հիմա դետո համարձակությունները հերիքում էր, դետո դաշինք կազմեին։ Գիտեն չէ՞ որ իսկի չեն կարալու զեն հավաքեն։ Բայց դու գիտես, եթե ես գիտեմ որ ես զեն հավաքող չեմ, հանգիստ իմ այն բանը ասած համազած մեկի չհամազոս պեղի։ Իմ չափը ճանաչել նստել եմ իմ տեղը։ Դուք ընչեք հելենգե մեյդան։ Ասեք որ հելենգել եք մեյդան մտում ինչ։ Մեզ ընտրությունները կպրծնի մաթեմատիկական ճշտությամբ թվերը կբերեն կտնեն ձեր դեմ էլի։ Այդ ձեր ամբիցիաներով ու գալստուկներով խոչի։ Մարդը պետք է իրատեսորեն չէ գնահատի իրավ։ Մի քիչ նաև լուրջ պիտի վերա։ Բայց մենք բոլորս այն բանը Բաբայանը։ Վերցել այն բանը պաշտպանության նախկին նախարարին, Բերեսարքել վարչ այ քեզ բան։ Սյունիքը տշտամոն հանձնողին։ Գորիս կապան ճանապարհը էտա հանձն է։
Նիկոլի դեսպանն է Ռուսաստանում։ Բելա Սարգսյանը հիմա ասեք թե դու ինչ պիտի համոզես որ դու ընդդիմություն ես։ Էնեն որ ասես թե ձայն կհավաքեմ 0.05% ձեր բարձր չեն հավաքելու, չէ՞։ 0.0005։ Ահա, բայց իմաստը որ բա ուզում եմ հասկանամ, ասեք դրա իմաստը ո՞րն է։ Եթե ասեք դու մինչև այդ 1% հեղինակություններ դրանց արկել ես վարչապետի տեխնացու կետել է կորե։ Հիմա ասեք թե առանցին գնաց դες մասնակցես իմաստը ո՞րն է, ասեք դու չես հասկանում որ չես անցնելու։ Բայց ես հասկանում դու պիտի հասկանաս, չէ՞։ Չէ, մարդիկ այտենց անում են որ առևտրի մեջ մտնեն։ Դե հիմա բա որ առևտրի թեման։ Էլ հայրենասիրությունից չեն խոսում, էլ իշխանափոխությունից չեն խոսում։ Դու ասեն գործա, մենք էլ այդ ենք անում։ Ես օրինակ դες թեմաների մեջ չեմ մտնում։ Նորից եմ ասում, իմ կշիռը հասկանալով, ես իմ հեղինակության վրա չեմ խափնվում։ Դրանցից երևի ոչ մեկը իմ չափ ակտիվություն, պայքար, կարող է ճանաչում ու հեղինակությունը չունի։ Բայց ես իմը ունենալով հանդերձ գիտեմ, որ դա քաղաքական կշիռ չի։ Ես չեմ կարող մենակով այս հասարակական կյանքը փոխել։ Մի անհամեստ հարցնամ այդ դեպքում։ Ասեք։ Իսկ եթե ունենայիք $100 միլիոն, ինչ եք կարծում։ Դուք առանձին չէիք մասնակցի։ $100 միլիոն ունենալուց ես կարող եմ լրիվ ուրիշ տրամադրություն ունենայի, լրիվ ուրիշ բաժեք։ Ինչ չէ, բազմիչ մտածի։ Մատենում եք, ես ինչի եմ ներվում, իմ սիրելի Էդգար ջան, որ որն է այն չափորոշիչը, որով մեր հասարակությունը առաջնորդվում է։ Դա իշխանությունների առաջ ներողություն հեռ իրանցից 1000 անգամ, իրանց չի վերաբերում, կզելն է ու մեկ էլ փողի առաջ կզելը։ Ես ո՞ր մնաց գաղափարը, հայրենասիրությունը։ Այո, այդ ինձ վերաբերողը ձեր ասածի երկրորդ մասն է։ Ես փող չեմ սիրում։ Ես իմ հայրենիքն եմ սիրում։ Իսկ ժողովուրդը այդ դեպքում քեզ չի սիրում։ Դե իրանք էլ թող առողջ են։ Ես առանց այդ սիրուել կարամ ապրեմ երևի, բայց առանց հայրենիք դժվար է։ Դե բան կա ասելու պարոն Ղազարյան։ Շնորհակալ եմ։ Անչափ շնորհակալություն, որտեղ պարոն Ղազարյանը հիմա շատ է զբաղված լինում, բայց գոնե խնդրենք մեր մոտ մի քիչ առաջ գոնե շաբաթ ամեն օր էիր գալի, հիմա շաբաթը մի անգամ արի էլի։ Դե Որտեղ պահանջված է, տես հիմա էլ մարդիկ նայում են ու գրում են, որ պարոն Ղազարյանին ինչի շուտ բոլորը մտածում են, թե մենք չենք կանչում։ Շատ դեպքերում իրոք ես ազնվորեն պիտի ասեմ, որ լայվ նյուզում ամենայն դեպս ես տենց խնդիր երբեք չեմ ունեցել, միշտ էլ հրավիրված եմ եղել, տարբեր հաղորդում էլի գալիս եմ, օրինակ այս ամսվա ընթացքում եւ դիտակետում եմ հաղորդում ունեցել եւ փաստաբանը եւ դու հաղորդաշարին եմ մասնակցել, ձեզ մոտ եմ հյուրընկալվել, այնց որ ճիշտ է, ես ինքս եմ ինձ որոշակի սահմանափակումներ դրել, ձեր կողմից մեր հեռուստադիտողն է որպեսզի իմանա, որ լայվ նյուզում ես միշտ ինձ հրավիրում են, ես ա որ մեկ ինքս ինձ սահմանափակում եմ։ Այսօր էսենց լավ նոտայով առանձնս ավարտենք։ Հավատացեք, ես որևէ խնդիր չկա, հասկանում եք, մենք մտածում ենք այդ ուղղությամբ, բայց ցանկալի է նաև որ հասարակությունը ինքը հասկանա թե իր համար արժեքը որն է։ Որովհետև եթե մենք առաջնորդվենք այն արժեքներով, ինչ արժեքներով հիմա առաջնորդվում ենք, մենք երբեք չենք ունենա այն իշխանությունը, որ մտածելու է ժողովրդի մասին։ Դա է որ ինձ ցավ է պատճառում։ Որտեղ երբ որ նայում եմ թե ովքեր են ակտիվանում, ովքեր են այս շրջանում, որ շրջանակի հետ ուզում հարաբերվել ու առնչվել, եւ նկատում եմ, որ այդտեղ չկան այն մարդիկ, ովքեր բյուրերյա մաքրություն ունեն։ Հիմա ամենապարզ օրինակը Էդգար Ղազարյանը իմ համար ցավ է։ Ասում եմ լավ, բա այդ մարդիկ, որ ասում են հայրենիք, գալիս են որ փրկենք, գալիս են, բա այդ ո՞նց է այն մարդիկ, ովքեր 8 տարի իրանց նվիրել են այդ ամեն ինչը փրկելու, այդ մարդիկ այդ թիմերում չեն հայտնվում։ Այդ մարդիկ մի տեսակ անտեսված են։ Իսկ դրանց փոխարեն մարդիկ, ովքեր եւ թալանում են եղել, եւ թալանչի են եղել, եւ գողացող են եղել, տենում ես լավ էլ թրփոշ տեղեր են ունենում։ Այսա ստիպում է որ դու մտածես, որ արդյոք ազնիվ է այն ամեն ինչ տեղի է ունենում, թե իսկապես Մեծն Իսահակյանի ասացի նման ինչ է դարձնում ոսկին։ Հա տխմարին հանճար ու պորնիկին կույս։ Չի ուզենա, որ մեր ժողովուրդը այդ տրամաբանության մեջ լիներ։
որ մեր ժողովուրդը եւ նաեւ նրանք, ովքեր հավակնում են քաղաքական իշխանության, հասկանան, որ եթե գնան այն ճանապարհով, ինչ ճանապարհ, որ հիմա որդեգրել են, դա ավելի լավ տեղ չի տանի, քան տարավ մեր երկրի բոլոր ժամանակների մեծագույն թշնամի Նիկոլ Փաշինյանը։ Իչապես մարդիկ պետք է արհամարված չլինեն։ Սա էր այսօրվա մեր հաղորդման հիմնական գաղափարը։ Մնաք բարյավ։